մենք ձևավորում ենք համայնք։ Armed Swiss բանկը տարբերվում է մնացած բանկերից։ Ground Zero-ն բացվել է հուլիսի 5-ին 22 թվականին։ Ինքը բերել է այնպիսի մի նոր եւ կոնցեպտ եւ մշակույթ, որը ոչ թե միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում չկա։ Ground Zero-ն նշանակում է սկսնակետ եւ ոնց ես սիրում եմ նկարագրեմ, այդ կոնցեպտը ինքը միացնում է արևելքը արևմուտքի հետ, որը որ ներկայացված է թե մարդկանց տարբեր երկրներից ներկա լինելը, թե նույն մենյուն, որը որ սկսվում է ամերիկյան, եվրոպական նախաճաշից եւ օրվա երկրորդ կեսին դառնում է ասիական։ Ground Zero-ն բարձր որակի սրճարան, որտեղ ներկայացված է եւ բարձր որակ սուրճը եւ մեր կողմից արտադրված տարբեր ուտեստներ, ինչպես նաեւ դելիկատես հիմքը Ground Zero-ի դա միջավայր ստեղծելն է։ Այն ինչ որ պակասում էր եւ Հայաստանում եւ տարածաշրջանում։ Մեր կապը Armed Swiss բանկի հետ սկսվեց մարդկային, այսինքն մենք ճանաչում, մենք համարում մոտիկ եւ ում հետ ենք մենք ուզում աշխատենք։ Այդ պարագայում նաեւ սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ ծառայություններ եւ հնարավորություններ մենք կարանք տանանք։ Այսօրվա դրությամբ կարամ ուրախ ասեմ, որ բավական զարգանում է եւ տարբեր ֆինանսական պրոդուկտների առումով լիզինգային, օրինակ վարկային, պոստտերմինալների, այսինքն դա շատ կարեւոր է։ Ինչպես նաեւ ինչա մեզ դուր գալիս, որ այդ մարդկային շփումը ինքը հնարավորություն է տալիս նաեւ հարցերը ճկուն ձևով լուծել։ Armed Swiss բանկը տարբերվում է մնացած բանկերից։ Հիմնականում այստեղ մենք տեսնում ենք իր ֆոկուսը դեպի բիզնես, այսինքն բիզնեսի հետ, հատկապես օրինակ վերցնենք լիզինգային մեր համագործակցությունը Armed Swiss բանկի հետ, դա թույլ է տվել ձեռք բերել բարձր որակի եւ մասնագիտացված միջոցներ, սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսի համար եւ օրինակի համար, եթե մենք վերցնենք մեր էսպրեսո մեքենան, դա առաջի էսպրեսո մեքենաները կոչվում է Slayer։ Դա ամերիկյան բրենդ է, որը որ Հայաստանում չկար։ Նոր կոնցեպտը երբ որ բերում ես, նոր մշակույթ հատկապես ձևավորելու համար, դու պետք է կրթես մարդկանց։ Այդ կրթական process-ը պահանջում էր եւ շատ ժամանակ եւ շատ ներդրումներ, փողային, մարդկային եւ այլն, որը ի շնորհիվ նաեւ Ground Zero-ի ձևավորեց նոր lifestyle։ Մենք սկսեցինք նրանից, որ բացվում ենք առավոտ շուտ ժամ 8-ից։ Առաջի coffee shop-ն ենք, որ թույլ տվեց մարդկանց գալ եւ ըմպել փորձառություն ունենալ բարձր որակի, ինչպես նաեւ իրանց շան հետ։ Առաջի pet friendly տարածքն է եղել Երևանում։ Մենք ընդլայնվեցինք եւ ունենք Զաքյան 5 հասցեում մասնաճյուղ, ինչպես նաեւ մենք հիմա արդեն բացվել ենք ինժեներական քաղաքում, Engineering City Բագրևանդում, որը թույլ է տալիս բարձր որակի specialty coffee-ն դուրս հանել Երևանի կենտրոնից։ Ground Zero-ն սկսվեց 22 թվականին Սարյան 1 հասցեում եւ դա մեր հիմնական տեղն է, որտեղ ներկա եւ առկա են բոլոր տեսակի եւ նախաճաշ եւ ասիական, ինչպես նաեւ հիմնականում այդտեղ սկսվեցին մեր միջոցառումները։ Ես դա կոչում եմ նախաճաշային, այսինքն մարդիկ գալիս են ու թանցկես ոչ միայն սուրճ խմելու, այլ նաեւ տարբեր մարդկանց հետ հանդիպելու հիմնականում Եվրոպայից, Ամերիկայից, տարբեր ոլորտներից։ Ground Zero դա բիզնեսների միջև կոլաբորացիայի հարթակ է։ Այն ինչ որ դուք տեսնում եք Ground Zero, տեքստիլի գծով կամ տարբեր բաժակներ, որոնք յուրատկությունն են մի կողմից ներկայացնում Հայաստանի տարբեր յուրատուկ դիզայնի առումով, հատկապես դրսի մարդկանց համար, իրանք գալիս են, ուզում են մի յուրատուկ մի բան
վերցնեն որպես հիշատակ եւ ինչպես նաեւ օգտագործման համար։ Մեր բիզնեսի հաջողության կարևոր ինգրեդիենտը կամ ֆակտորը նրանում է, որ առաջի հերթին ինքը տարբեր է ոչ միայն ոնց է ինքը սկսել, այլ իր երկարաժամկետ շատ խորը եւ լայն կոնցեպտը, փիլիսոփայություն ես կասեի, որ մենք ձևավորում ենք համայնք։ Հիմնականը նա է, որ մենք ուզում ենք, որ այդ մարդիկ լինեն այդ տարածքում ու ոչ թե մի անգամ, այլ վերադառնան ու մենք այդ բոլոր պայմանները ստեղծում ենք, որ մարդը վերադառնա ամեն օր։ Ցանկացած բիզնեսը բացելուց հիմնական խորհուրդը ես կտայի հասկացեք, թե ինչ յուրահատկություն եք դուք բերում, ինչ խնդիր եք դուք լուծում այն մարդկանց, այն հաճախորդների համար, ովքեր որ փորձում եք կամ որպես թիրախ դիտարկում եք ձեր հաճախորդը, որտեղ բիզնեսներ շատ կան ու շատ բացվում են ու շատ արագ փակվում են։ Հիմնականում ինչի, որտեղ իրանք չեն գտնում իրանց յուրահատուկ տեղը եւ կոնցեպտը։ Ինչ մի բան իրանք կարան անեն, որ մնացածը չեն կարա անեն։ Եթե տեսնեք, այդ առումով նույն Սարյանը ձևավորվել է ոչ թե միայն գինու փողոց, այլ նաեւ սրճարանների, այսինքն Ground Zero-ի շուրջ ձևավորվել է կլաստեր,